Այսօր պատրաստում ենք մուս հետաքրքիր բաղադրիչներով։ Տեսքը և համը նման է պաղպաղակի։ Առողջ և օգտակար բաղադրիչներից ստանալու ենք համեղ տարբերվող մուս, որը կարող են նաև հանգիստ ուտել երեխաները։ Բլենդերի տարայի մեջ լցնում ենք խաշած հավկիթները, ավելացնում ենք շաքարավազը, քաղցությունը որոշում եք ինքներդ ավել կամ պակաս։ Ավելացնում ենք նաև կակաո, վանիլին պարտադիր և կաթ, բոլորը միասին բլենդելու ենք։ Անհրաժեշտ բաղադրիչները և քանակը գրված կլինի նկարագրության բաժնում։ Այս չափից ստացվել է 3 բաժակ մուս։ Շատ կարծիքներ եմ լսել, որ ձվի համը զգացվում է, բայց հավատացնում եմ, որ դա այդպես չէ։ Համենայն դեպս իմ պատրաստածից ձվի համ չէր գալիս և շատ լավ էր ստացվել։ Լցնում ենք համապատասխան տարաների մեջ և տեղափոխում ենք սառցախցիկ 1-ից 2 ժամով, որից հետո կարող ենք արդեն վայելել։ Սկզբից ստացվում է այսպիսի թույլ մասը, որից հետո արդեն պնդանում է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Կարծես թե պաղպաղակ լինի։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ, տարբերվող աղանդերի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք։